Շնորհակալ եմ, ընդհանրապես մեր համար սա եղել է ու մնում է նախ անձնական ողբերգություն, մեր թիմակիցը, մեր ընկերն է Ալոձյան եւ ամենևին նպատակ չկա եւ ոչ էլ ցանկություն կա այս թեմայով խոսել, քաղաքականացնել, բայց երբ հենց հաջորդ օրվանից արդեն իշխանությունները իրենց ոճի մեջ արդեն վերջնական որոշում են տալիս, թե ինչ է տեղի ունենում, այո մենք ստիպված ենք նաև հանրությանը ներկայացնել որոշակի ինֆորմացիա, որպեսզի պարզ լինի պատկերը, թեև հանցագործության ամբողջական բացահայտման գործը բացառապես իրավապահ մարմիններինն է եւ մենք ամեն դեպքում հույս ունենք, որ այն աշխատանքը ինչ որ իրենց գործառույթն է պետք է կատարեն։ Բայց երբ առաջի օրվանից, երբ առաջին անձին ձերբակալեցին ու որպես հանցագործ, որպես սպանող ներկայացրեցին եւ այնուհետև ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը մի անգամից հայտարարություն անում, որ սա ինչ-որ փետրվարյան դեպքերի շարունակությունը, սա ուղղակի մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է, որ ոստիկանությունը դատարանի գործառույթ է իրականացնում եւ արդեն գնահատական է տալիս կամ սրա համար առնվազն գոնե պետք է մեղադրական եզրակացություն լիներ ուղարկեին դատարան, այսինքն ընդամենը եւի չէին հասցրել որ նախնական ցուցմունքների իման վրա արդեն հայտարարություն են անում, որը ամբողջ իշխանության դաշտը լցվում է հենց այդ գծին, որ այ տեսեք փետրվարյան այդ սպանության սպանվողի եղբոր կողմից է իրականացվել սպանությունը, ակնհայտ է, որ սա ինչ-որ վրեժխնդրություն է։ Հետո հաջորդ օրը այդ գիշերը ձերբակալում են արդեն մեկ այլ անձի, որը այս պահի տեղեկատվությամբ ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ փաստացի ստացվում է, որ 2 օրվա ընթացքում իրավապահ մարմինները հրապարակային 2 տարբեր անձանց ներկայացնում են որպես սպանություն կատարող եւ դրա շրջանակներում տալիս գնահատականներ, թե ինչ է տեղի ունեցել։ Մի փոքր անդրադարձ կատարենք այդ փետրվարյան դեպքերին, քանի որ հանրությունը հակասական եւ տեղեկացված չի եւ տենց ինչ որ հանրային տենց մեծ կարեւորություն թեև այո զոհ է եղել այդ իրավիճակում, բայց այդ միջադեպը, եթե այս ցավալի միջադեպը չլիներ, չէր դառնալու քննարկման առարկա։ Փետրվարին Մերձավան գյուղում որոշակի ինչ որ միջադեպեր են տեղի ունենում, այնտեղ մեքենա արագ վարելու, ինչ որ երեխայի հետ կապված եւ այլն, հետո ինչ որ շահունակություն է ունում, որի արդյունքում ինչ որ կրակոցներ է լինում եւ զոհ է լինում։ Այդ ժամանակ Վալոջո Գրիգորյանը ընդհանրապես կապ չուներ, չէ՞, համայնքապետարանի հետ։ Չէ, այդ ժամանակ արդեն սկսել էր նախընտրական այդ ընտրական process-ները, մարտի 30-ին էր ընտրությունը, հենց այդ ընտրությունների արդեն Քարոզարշավը չէր սկսել, այդ փուլն էր արդեն։ Ու հետո շատ անակնկալ բոլորիս համար այդ միջադեպի մասնակիցների շարքում հայտնվեց Վալոձա Գրիգորյանի եղբայրը, այդ իրավապահ մարմինների տեսանկյունից նկատի ունեմ, այնինչ Վալոձա Գրիգորյանի եղբայրը այնտեղ չի եղել ընդհանրապես։ Ասում են տեսանյութում երևաց է։ Որովից է տեսանյութում, որ երևար, կարծում եմ, որ իշխանական քարոզիչները այդ տեսանյութերը հաստատ հրապարակած կլինեն, որովհետև այսօր բոլոր տեսանյութերը հայտնվում են նրանց ձեռքում։ Մեկ գյուղա բոլորս էլ հերո բոլորիցս, բայց ինչ-որ մի միջադեպ է լինում, ինչ-որ ժամանակ հետո այդ հատվածում մարդիկ հավաքվում են, հիմա փոքր գյուղ է, միջադեպ է եղել, շատ մարդիկ, այդ թվում դրանից հետո այդ միջադեպից հետո հնարավոր է Վալոձա Գրիգորյանի եղբայր, ինչպես ամբողջ գյուղը հավաքվում է, այդ հատվածն էլ այդ հիմնական փողոցն է Մերձավան գյուղի, այսինքն տենց կենտրոնական հատվածում, այսինքն մարդիկ հիմա գյուղում կրակոցներ է եղել, բոլոր տղամարդիկ էլ, ասենք որոշակի պատասխանատվություն զգալով դուրս են գալիս, տեսնում են ինչ է, հիմա տեղ կողը նկատել են, բայց բուն միջադեպի տեսագրությունները, որը կա, այդտեղ Վալոձա Գրիգորյանի եղբայրը չկա, ընդ որում նաև այդ ընտրական փուլի հետ, որ սա առնչություն ուներ, նաև Վալոձա Գրիգորյանը այդ ժամանակ հայտարարություն արեց, որ իր եղբոր կալանավորումը բացառապես իր դեմ քաղաքական նպատակներով է եղել եւ ժամանակ կալանավորեցին եղբորը եւ ընտրություններից հետո խախտման միջոցը փոխեցին տնային կալանքի, բայց նույնիսկ ենթադրենք, որ հիմա որ սուբյեկտիվիզմի գնահատական տարեր չլինի իմ խոսքի մեջ, համարենք, որ ԵՊԱ մարմինների գործառույթները ամբողջովին արդար են եւ այս տեսանկյունից եթե նայում ենք այդ փետրվարյան դեպքերի ժամանակ կա
առանձին անձի առաջադրված մեղադրանք, ընդ որում այս գործը արդեն դատարան է ուղարկված, առանձին անձի առաջադրված մեղադրանք, որը մեղադրվում է սպանություն կատարելու կոնկրետ սպանություն կատարելու մեջ է մեղադրվում։ Այո, ինքնաձիգով սպանություն կատարելու, որ դրանից բացի 15 կարծեմ անձի մեղադրանքի առաջադրված խուլիգանություն հոդվածով, այնտեղ ոչ-որ փողոցում հայոյանքներ, գորգորոց եւ այլն գործադրմամբ չէ նաեւ այդ խուլիգանությունը երրորդ մասը, այսինքն ընդհանուր այդքան մարդու այդ որոնց թվում է նաև որոշ անձանց նաև այլ հոդվածներով, բայց Վալոձա Գրիգորյանի եղբոր նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք բացառապես այդ խուլիգանություն հոդվածով, ըստ որն է տրամաբանությունը, եթե համարենք լավ ինչ որ այդ վենդետայի վրեժխնդրության վարկածն է, երբ կա մարդ ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ Վալոձա Գրիգորյանի եղբորը որևէ սպանության հատկանիշներով, ոչ օժանդակություն, ոչ սպանություն, ոչ կազմակերպում, ոչ պլանավորում եւ այլն։ Ներգրաված չէ, այն դեպքում եթե լիներ հաստատ կներգրավեին։ Առավել եւս, որ ակնհայտ է, որ որևիցե, այսպես ասած, քաղաքական բարդույթ չուներ այդ փուլում իշխանությունը, առավել եւս ընտրական փուլում Վալոձա Գրիգորյանի ընտանիքի նկատմամբ, նաեւ հանրության մոտ մի հերթական բան ցույց տալ, որ Վալոձա Գրիգորյանի ընտանիքը ինչ որ հանցագործության մեջ է, հետեւաբար այդ տեսանկյունից ակնհայտ է, որ որևիցե տրամաբանություն չկա, հələ մի բան էլ եղբորից բացի էլ մի հատ էլ Վալոձա Գրիգորյանը։ Գալով դեպի սա Վալոձա Գրիգորյանը այդ մարտի 30-ի ընտրություններում հաղթեց եւ դրանից հետո նաեւ իր վարկագիծը ոչ միայն քաղաքական մարդկային խոսում էր այն մասին, որ անում էր առավելագույնը, որ այդ նույնիսկ եթե կար կոնֆլիկտներ, տարաձայնություններ մարդկանց միջև, համերաշխություն, հա, նաև այդ ընդդիմադիր ԿՓ-ական բոլորի համայնքապետը լինելու դա իրական էր, էլի, հա, այսինքն ոչ թե ուղղակի լոզունգ էր, այլ իր աշխատավորներ, ապրելակերպներ, որ այս ընթացքում նաև բազմաթիվ ԿՊ-ականներ, բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատում էին համայնքապետարան, համայնքային կառույցներում, որոնք ակնհայտ ընտրությունների ժամանակ մեր դեմ են, բայց նրանցից շատ-շատերը մինչև այսօր է աշխատում են, այսինքն որևիցե կոնֆլիկտի, այսպես ասած, ծնող գործողություն, աշխատավոր չկար։ Այսինքն այդ տեսանկյունից բացառում ենք նաև բացի մեր քաղաքական թիմի անդամ լինելը իմ ընկերներ եւ բացի քաղաքական օրակարգից նաև ամեն ինչից էս գրեթե տեղակ է եւ նաեւ լինում էր առիթներ խոսում ենք, հա, ինչպես է նաեւ որ լարվածություն չկա, այն մարդիկ այդ պարտվող կողմ եւ այլ, ասում են ընդհանրապես, այսինքն ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, որևէ լարվածություն, որևէ մտահոգություն, այսինքն նաեւ չկար Վալոձա Գրիգորյանի մոտ, որ ինչ որ կարար խնդիրներ առաջանար, այդ օրն էլ ակտիվ աշխատանք, նաեւ միտված առաջիկայում պետք է փառաքարի տոնը լիներ, դրան էր պատրաստվում 26 թվականի ընտրությունների մասին ենք խոսում, այսինքն որևիցե նշույլ, որ անհանգստություն, որ կարող է նման միջադեպ լիներ, որը բերեր հասցնել այսօրվան, այսինքն որ ասենք դրանից հետո ինչ որ շարունակվեր այդ լարվածությունը, խոսակցությունը լիներ, ոչ մի բան չի նկատել ինքը, ոչ հետապնդել, ոչ մի եւ չի նկատել եւ այն որ ներքին անհանգստություն էլ որ լիներ, միանշանակ իր վարկագծում կդրսևորվեր ամեն ինչ շատ լավ, աշխատանքային եւ այդտեղաբար մեր համար բոլորիս համար, այդ թվում իր համար անակնկալ է եղել այս ողբերգական միջադեպը եւ մենք կարծում ենք, որ նույնիսկ եթե այս ձերբակալված արդեն կալանավորված անձինք ունեն մասնակցություն սպանության մեջ, կնայդ է որ այստեղ իրապահները մեծ աշխատանք ունեն գտնեն իրական պատճառները, որովհետեւ չեմ բացառում, որ բնական է, որ այս անձինք որոշակի կան նման դեպքեր, չէ, որ այսօր սպանության ժամանակ այդ պատվիրած սպանությունը լինում, բայց այդ կատարողը չի իմանում ինչի համար է։ Կատարողի մոտ սերմանվում է անձնական մոտիվացիա, այսինքն որ բնական է որ կարելի է, հա, ասել, այ գիտես Վալոձա Գրիգորյանն է, այս ամեն ինչի պարագլուխը ինքն էր, այս ամեն ինչը։ Մի բան էլ իր վրա գտնեին, ասեին քու դեմել է, այսինքն ասենց ճոխացնեն, որ մարդը ներքուստ համոզմունք ունենա, որ այս իր արած հանցագործությունը, այսպես ասած, արդար է եւ այդ տեսանկյունից արդեն այն հիմնական մոտիվները այս կատարողների մոտ արդեն բացակայում են եւ անձնական մոտիվացիայով են գնում հանցագործությունների։ Ես մի երկու օրինակ բերեմ, մեկը արտերկրից, մեկը ստեղից։ Ուրեմն Ռոբերտ Քենեդիին սպանողը մինչեւ այսօր չի հիշում, թե ինչի է սպանել ինքը, հենց սպանելու պահից հետո։ Մինչեւ վերջ բան արեցին։ Ուտեղ եկավ այդ բանի ուղեղի լվացման բանը վարկածը, որ Ամերիկայի հատուկ ծառայությունները ուղեղ են լվանում
Երկրորդը մեզ շատ մոտ ու շատ հայկական իրադարձություն, հա։ Մինչև օրս Նայիրի Հունանյանը սպասում է, որ իրան պետք է տան մեդալ հոկտեմբերի 27-ն իրականացնելու համար։ Նայիրի Հունանյանին եւս ինչ որ մարդիկ ներշնչել էին եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը իր հոդվածներով, որտեվ այդ սերմանվում էր, հա, որ ամեն ինչի մեղավորը Վազգեն Սարգսյանն է։ Ամեն ինչը արել է Վազգեն Սարգսյանը, երբ որ այդ դաժան բանը տեղեր ունենում սաղ մարդկանց աչքի առաջ ազգային ժողովում, այդտեղ կար նաեւ նույն դրսևորումը, ինչ որ կար Վալոդյա Գրիգորյանի բարագայում։ Այսինքն սպանված մարդուն զենքի խզակոթով հարվածելու հայտնի դրվագը ազգային ժողովում Վազգեն Սարգսյանին արդեն սպանված, այսինքն այդ գերմոտիվացվածության աստիճանը, հա, եւ նաեւ սեփական արած գործողության մեջ հերոսական տարեր տեսնող մարդու արած բանը, էլի։ Նույնը անում էր այն սրիկան, որը սպանեց Վալոդյա Գրիգորյանին։